Ալիև, ես դու ես։ Նրանց պետք է անել արմատախիլ, շատ կոնկրետ ձևերով։ Հակառակ դեպքում, այո, նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու, պատերազմը վերստեղծելու համար։ Հələ տաշեք տոշնի Ալիևի լեզվով խոսիգը։ Նույն բանը Ալիևը կասեր, այս քանի տարի ոչ մի ռևանշիստական ուժ Հայաստանում չպետք է գլուխ բարձրացնի, էս անի, են անի, Արցախի թեման փակ է, ոչ մի Ղարաբաղ, Նագորնի չկա ու տենց։ Ու ով այդ թեման բարձրացնի, ապա ջախջախվելու է, դի Ալիևն էր ասում միշտ, համարյա ամեն ելույթի վաղ ինքը էդի ասելա։ Ու հիմա Փաշինյանը ընտրություններից հետո ավելի է ակտիվացրել այդ թեման ու ինքը նույն խոսքերով ստեղ Հայաստանում մեզ է սպառնում, որ ջախջախելու է այն մարդկանց, այն ուժերին, ով բարձրացնում է Արցախի թեման, յանի ուզում է պատերազմ բերի ու սենց բաներ, որ խաղաղությունը հարցականի տակ է դնում, սպառնալիք է ու սենց էլի։ Այսինքն ինչ է ստացվում, եթե Հայաստանում ազգային ուժեր ուզենան իրանց հողերի համար պայքար սկսեն, չգիտեմ, ուժեղանան, զարգացնեն բանակը, որպեսզի դիմակայեն կամ մինիմում Հայաստանը հետագայում չկորցնելու, ինչի չէ նաև ուժեղանալու դեպքում փորձել մեր հողերը ազատագրել, Փաշինյանը հեմիգվանից սպառնում է այդ ուժերին ու ասում է ջախջախելու եմ։ Դուք սենց ղեկավար որտեղ եք տեսել, որ իրա երկրում, իրա ժողովրդին սպառնա, որ հանգարց չմտածեք ձեր հողերը հետ բերելու մասին, թե չէ ձեր վերջը կտամ։ Նույն այդ լեզվով փաստացի Փաշինյանը խոսում է մեր հետ։ Ու այդ նույն լեզվով մեր թշնամին էր մեր հետ խոսում։ Ու հիմա ժողովուրդը չպետք է մտածի, որ այս մեր ղեկավար կոչվածը ուղղորդվում է թշնամու կողմից։ Ամեն մի փաստը ապացուցում է դա։ Չպետք է մենք մտածենք, որ ինքը ուղղորդվում է թշնամու կողմից, եթե ամեն մի քայլ ու իր խոսակցություն համընկնում է թշնամու քայլերի ու խոսակցության հետ։